Կարծում եմ անկախ ամեն ինչից քաղաքական ենթատեքստը կա, այսինքն անձը, որը սպանվել է, ժողովրդի կողմից ընտրված ընդդիմադիր պաշտոնյա է եւ այդ առումով իհարկե շատ մտահոգիչ է, բայց եւ մյուս կողմից կա մեկ այլ վարկած, որ դա կարող է լինել արյան վրեժ եւ ես ձեզ ասեմ պակաս վտանգավոր չի նման դրսևորման արկայությունը, եթե դա ապացուցվի, հա։ Այսինքն ստացվում է, որ հասարակության մեջ անպատժելիության կամ արդարություն հաստատելու վերջին հանգրվանը դարձել է վրեժխնդիր լինելը սեփական միջոցներով ընդհանուր մինչև սպանելը մարդուն։ Դա խոսում է նախորդ իմ ասացի մասին, որ Հայաստանը որպես իրավական պետություն կայացած չէ եւ Հայաստանում արդարադատական համակարգը վստահություն չի վայելում հասարակության կողմից եւ հասարակությունը փորձում է իր արդարությունը հաստատել այս կամ այն կերպ։